փոքր ժամանակ յուրաքանչյուր անգամ, երբ քայլում էինք մեր այգիով, ես հաճույքով եւ ոչ միայն ես, մեր ամբողջ դասարանի ընկերները հաճույքով ուտում էինք։ Այն փոքր ինչ թթվաշը, ջերել իմ ժողովուրդ, վիտամին C-ի հզոր քանակություն։ Իհարկե ասել եմ, տերևները, այս փոքր տերևները, շատ առողջարար է ձեր համար, 4-5 տերև ընդամենը եւ պատրաստ է ձեր առողջությունը կարգավորելու։ Եղման ջրի մեջ կարող եք նաեւ հետը ավելացնել դարչին, մեխակ, մի փոքր նաեւ իհարկե կոճապղպեղ, ռումբ, ոչ միայն շաքարը իջեցնելու համար, շաքարի համար, այլ նաեւ գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնելու համար, անոթների էլաստիկությունը լավացնելու համար, նաեւ անպայման ուղեղի աշխատանքը կենտրոնների գլխուղեղի խթանելու համար, չէ՞ որ մեխակը, դարչինը, կոճապղպերը հակամիկրոբային, հակաբորբոքային, պատկերացնում եք, ռումբ օրգանիզմի համար, իսկ մեր հրաշալի բեղիկները, տեսնում եք, ինչ ընտիր են, նոր են դուրս եկել, ժողովուրդ ջան, նոր, այս բեղիկները, ինքը փոքր ինչ թթվային համ ունի, բայց շատ լավ է, չափից ավելի լավ, միկրոէլեմենտների, հանքանյութերի հզոր պաշար, որ հենց լյարդի ֆունկցիան է կարգավորում։ Իսկ լյարդը բոլորս գիտենք, կարևոր օրգան է, լյարդի ճիշտ աշխատանքով է որոշվում, որ մեր արյան մեջ խոլեստերինի քանակությունը նորմալ է լինում։ Եթե լյարդը փոքր ինչ մեծացած է, ճարպակալած, այդ նշանակում է հետագայում կարող է այն օրգանիզմի համար խնդիրներ առաջացնել։ Ճապոնացիները ասում են, առաջի հերթին, եթե սոնոգրաֆիա անելուց այդ դատչիկը դնում են լյարդի վրա, եթե լյարդի վիճակը նորմալ է, ուրեմն վերջ, օրգանիզմը առողջ է։ Լյարդի համար, մեր օրգանիզմի վիճակը կարգավորելու համար օգտագործում ենք այս հրաշք բնության տված բարիքը։ Իհարկե, ես ձեզ ասեմ, խաղողը շատ առողջարար է, օգտակար, դիմադրողականությունը բարձրացնող, բայց պակաս չի նաև տերևները եւ այս հրաշք բեղիկները։ Օգտագործենք այս բեղիկները, սիրելիներս, որպեսզի լինենք առողջ եւ ամենակարևորը մեր լյարդի ֆունկցիան նախապես կարգավորենք, առողջացնենք, որպեսզի հետագայում խնդիրներ չունենանք, իսկ լյարդի առաջացած խնդիրները շատ ճակատագրական են, օգտագործում ենք, հաճախ ասում են, եթե մենք լյարդը բուժում ենք այս պահին, դեղորայք ենք ընդունում, բեղիկները օգտագործելուց դադարեցնենք դեղորայք ընդունելը, ոչ սիրելիներս, իհարկե դեղորայք պարտադիր է։ Մենք օգտագործում ենք նախապես, որպեսզի մեր առողջությունը կարգավորենք, իսկ եթե խնդիր է, դա արդեն բժշկի հետ։ Ես ձեզ սիրում եմ։ Օգտագործենք այն, ինչ որ տալիս է բնությունը, եւ լինենք առողջ։ Կարող եք նույնիսկ անգամ այսպես հավաքել, փունջ սարքել, փաթաթել եւ դնել սառցախցիկ, տարին 12 ամիս օգտագործելու համար, անգամ թուրմի տեսքով։ Սիրում եմ ձեզ։